Մարդկանց արած չարությունը։ Եսայի մարգարեություն 5-րդ գլուխ 8-րդ խոսքից։ Վայ նրանց, որոնք մեկ տունը մյուսին են կցում, արտի վրա արտ են ավելացնում, մինչև որ այլևս տեղ չմնա։ Ու դուք մենակ բնակվեք երկրի մեջտեղում։ Ահա թե ինչ ասաց զորությունների Տերն իմ ականջին։ Վստահաբար շատ տներ ամայանալու են, մեծ ու գեղեցիկ տներ առանց բնակչի։ 10 լծավար այգին տալու է մեկ մարգինի և մեկ քորսերմը մեկ արդուցորեն։ Վայ նրանց, որոնք վաղ առավոտյան վեր կենալով ընկնում են օղու հետևից, երեկոյան ուշանում են, մինչև գինին նորից տաքացնում են նրանց։ Քնար ու տավիղ, թմբուկ ու սրինգ և գինի է լինում նրանց խնջույքներին, բայց նրանք ուշադրություն չեն դարձնում Տիրոջ արածներին, չեն տեսնում նրա ձեռքի գործը։ Ահա թե ինչու իմ ժողովուրդը տգիտության պատճառով տարագրվում է, նրա մեծամեծները սովամահ են լինում և նրա բազմությունը տոչորվում է ծարավից։ Ահա թե ինչու մեռյալների աշխարհը կմեծացնի իրեն, անչափ կբացի իր երախը և նրա մեջ կիջնեն ժողովրդի երանելիներն ու բազմությունը, նրա ժխորն ու զվարճությունը։ Մարդը կնվաստացվի, մարդկությունը կխոնարեցվի և ամբարտավանների աչքերը կխոնարվեն։ Զորությունների Տերը կբարձրացվի իրավունքի հաստատումով և Սուրբ Աստվածն արդարությամբ կսրբանա։ Գառնուկներ պիտի արածեն, ինչպես իրենց արոտավայրում, և հարուստների ավերակներում օտարականներ պիտի ճաշակեն։ Վայ նրանց, որոնք անօրինությունը քարշ են տալիս ունայնության պարաններով և մեղքը ասես սայլի չվաններով, որոնք ասում են, թող շտապի, շուտով անի իր գործը, որ տեսնենք, թող մոտենա ու գա Իսրայելի Սրբի խորհուրդը, որ իմանանք։ Վայ նրանց, որոնք չարին ասում են բարի և բարուն չար, որոնք խավարը լույսի տեղ են դնում և լույսը խավարի, որոնք դառը դնում են քաղցրի տեղ և քաղցրը դառի։ Օ, նրանք, որ իմաստուն են իրենց աչքին և խելոք ըստ իրենց։ Վայ նրանց, որոնք քաջ են գինի խմելու մեջ և կտրիչ օղի խառնելու մեջ, որոնք ամբարիշտներին արդարացնում են կաշառքի համար և արդարներին զրկում են իրավունքից։ Դրա համար էլ, ինչպես որ կրակի բոցն է լափում մղեղը և ինչպես որ չոր խոտն է այրվում բոցի մեջ, այնպես էլ պիտի փտի նրանց արմատը և նրանց ծաղիկը փոշու նման վեր պիտի բարձրանա, որովհետև նրանք մերժեցին զորությունների Տիրոջ օրենքը և անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։ Դրա համար Տիրոջ բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ, նա իր ձեռքը բարձրացրեց նրա վրա և հարվածեց նրան այնպես, որ դողացին լեռները։ Նրանց դիակներն աղբի պես թափված են փողոցներում, այսուհանդերձ նրանց բարկությունը չի իջել և նրա ձեռքը դեռ մնում է բարձրացած։ Նա դրոշակ է բարձրացնելու հեռավոր ազգերի համար, սուլելու է երկրի ծայրից նրանց բերելու համար, և ահա նրանք գալիս են արագ ու շտապ։ Նրանց մեջ մեկը չկա հոգնած, ոչ ոք չի սայթաքում, ոչ ոք չի ննջում, ոչ ոք չի քնում, ոչ մեկի մեջքի գոտին չի արձակվում, ոչ մեկի կոշիկների կապը չի կտրվում։ Նրանց նետերը սուր են և բոլոր աղեղները լարված, նրանց ձիերի սմբակները կայծաքարի նման, մարտակարկերի անիվները մրրիկի նման։ Նրանց մռնչյունը նման է առյուծին մռնչյունի, նրանք մռնչում են կորյունների պես, գոչում, հափշտակում են որսը։ Կփախցնեն ու չկա մեկը, որ ազատի։ Այդ օրը պիտի գոռան նրա վրա ծովի գոռոցի պես, և եթե մեկը նայի երկրին, միայն խավար ու տագնապ պիտի տեսնի։ Նույնիսկ լույսը խավարել է նրա երկնքում։